Ասեք, որ արդեն տոնածառները հանում եք ձևավորելու ու կամաց տրամադրվում եք նոր տարուն, չգիտեմ դուք ինչպես, իմ մտքով էլ էր այս օրերին ասում, թե երբ ենք տոնածառը հանելու, առավել ևս վերջապես մենք ունենք արդեն նորօրյա, ամանորի նոր տարվա մասին պատմող հայկական ֆիլմ, որը որևէ բանով չի զիջում հոլիվուդյան ֆիլմերին, թե դերասանական կազմով, թե գունային, թե ձայնային, այնպես որ նրանք ովքեր չեն դիտել, կարծում եմ ժամանակն է տրամադրվելու, որ գնան կինոթատրոններում նայեն։ Այո, մենք այսօր ունենք բացառիկ հյուրեր, որոնք ինձ հուշեցին, որ առաջին անգամ են Կենտրոն հեռուստաընկերության եթերում, բայց վստահեցնում ենք, որ ոչ վերջին։ Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի համահեղինակ, Մասսայական տեսարանի բացառիկ եւ շշմեցուցիչ դերասան Գորգ Կիրակոսյան։ Շնորհակալություն։ Տարվա հայր, բազմազավակ հայ դերասան Լիքոր Դանելյան եւ անվտանգության կարգառուն ներկայացուցիչ եւ դերասան Գարիկ Սեփխանյան։ Բարի Շնորհակալություն տաղավարական։ Մեզ շփիտ պարգևեցիք ես ձեզ իրարով հարգելի գործընկերներ։ Ինչպես եք։ Լավ, շատ լավ, առավոտ զարդներ եկել ենք ձեզ մոտ։ Հետաքրքիր է, միշտ ուրախացնում եք էկրանից այն կողմ, երբ ձեզ նայում ենք ինչ-որ դերերի մեջ, տանն էլ եք այդպեսին լինում, թե տանը թողնում եք, տխուր գնում եք։ Էլի գործը Տոնը դուրս չենք անում, չէ։ Մենք ավելի շատ գործ ենք։ Ես մտնում եմ եւ այսպես ասում շարվեք, ես պատմեմ լուրերն այսօրվա։ Բիֆ եմ անում կամաց։ Ինչպես անցավ պրեմիերան, ես առիթ եւ պատիվ եմ ունեցել ներկա գտնվել զգալ այդ ամանորյա Դուք ասեք։ Շատ լավ է, շնորհակալություն եթերի համար։ Չէ, մենք ամեն օր Թերեզային լսում ենք, այսօր պատրաստվում ենք հենց ձեզ լսել։ Նախ որտեղից էր իդեան, գիտեմ, որ այդ ժամանակ, երբ պատերազմական օրերի ժամանակ է հենց թեման հասունացել, թողել եք այս օրերի համար, որպեսզի հիմա նկարվի։ Երբ կամավորական այսպես շարժման մեջ եք։ Այդ 20 թվականին, երբ որ կամավորական աշխատանքներ ենք կատարում, Տենց գորի հետ մի օր նստած հոսում էինք, այս պատմությունը շատ եմ պատմում, արդեն մի հատ էլ ասեմ ես մեկ անգամ, պատմությունը գնում։ Ու տենց պատմեցի, որ նմանատիպ գաղափար կա եւ գորը մի անգամից բռնեց այդ գաղափարը, իրան դուր եկավ ու ասաց մենք այս ամենը իրականացնելու ենք։ Ես ու Գրիգորը մենք իրար ճանաչել ենք, բայց ընկերություն չենք արել, մոտիկ չենք եղել։ Ինչքան բան եք գործում։ Մենք այդ ժամանակ ենք շատ իրար հետ մոտիկացել, ասենց մեր ընկերությունը ձևավորվել է այդ օրերին։ Ասենց կարամ ասեմ, թե ոնց է համել գաղափարը։ Ընկերներ են։ Ծանր օրերի ընկեր լինում ես, ուրեմն ուրախ օրերին հաստատ լինելու ես։ Եկեք վերադառնանք նկարահանման օրեր, այդ օրը ես առիթ ունեցա Ռոզիի հետ լինել, Ռոզի Ավետիսովայի եւ երբ որ նայում էինք ֆիլմին, ինքը պատմեր, ասում էր շատ ցուրտ է, ասում Ռոզի երևում է ականջների ծայրերը, ալկարմիր են, կարող ես չհուշեցել հանգամանքի մասին, բայց դուք պատմեք նկարահանումներից ինչ որ հետաքրքիր դրվագներ, ինչ որ պահեր, որոնք մենք չենք տեսել դեռ ֆիլմում։ Նկարահանումներից դրվագները ես կարող եմ մի հատ բան ասել, որ նկարահանման բավականին հետաքրքիր տեսարաններ են եղել, որ նկարահանվել են, սակայն մենք մոնտաժային աշխատանքներ ենք կատարել, մոնտաժային աշխատանքների ընթացքում հասկացանք, որ այս կադրը պետք է դուրս գա։ Այս տեսարանը պետք է դուրս գա։ Մեծ տեսարան կա նկարված, որ գիշերվա ժամը 3-ին ցրտին նկարվել ցրտին շատ բան մեքենայի մեջ ոչխարների մեջ sense շատ ոչխար իմ վրա sense անընդհատ ոտից են բարձրանում sense թրքում է բան sense վատ sense տրավմաներում են չեն ուզում օգնել ուրտ այդպես ծանր պայմաններում նկարված տեսարանը որոշեցինք հանել Փոխպետություն ուղղակի հղկում Ինքը լավ տեսարան էր, պրոստը մենք այնտեղ մի քիչ մասնագիտական եւ ռիթմի հետ կապված կարեւոր բաներ կար, որ այստեղ ինձ դուր չեն գալիս Ռոզիի խոպոպները հանում ենք այս տեսարան ամբողջությամբ։ Կարիկը ամենստորեն հետևում է։ Ես անձամբ իմ համար շատ դժվար է եղել այս ֆիլմի նկարահանումները, որովհետեւ իմ համար անսովոր է եղել sense պայմաններում նկարահանում անել, ես ընդհանրապես ձմեռ կյանքում չէի նկարահանումներ արել։ Այո, ու ես 3 հատ կուրկա ունեի հակած հատուկ Ամերիկայից կուրկա է բերել, որ սպիրալներով էր սխում։ Հայաստանում չկան տակ կուրկաներ, ոնց հասկանում։ Ու ասեմ մի հատ մեծ տրավմա եմ ապրել, երբ որ ես արդեն հիմա հեռուստացույցով ուրիշ կինո եմ տեսնում ձմռանը, ջանս դող եմ ապրում։ Այս ոնց է նկարել։ Մենք բան ունենք, մեր ձայնից անվել է գիշերը արդեն լուսադեմ ժամի 5-ին մոլի դիմացում նկարանում է
ու մեծ մարդ էլի 76 տարեկան անխղճավարի։ Ձեր ջրերն է կգան կհասնեք այդ տարիքի։ Այդ մարդուն ցենց պետքա Ռոզին խփում է, ինքը ընկնում է գետին, ու ցենց արդեն 7-րդ դուբլից հետո այդ Սամոին հազիվ փոկում էինք ասֆալտից, որտեղ Սարում դու մեր ասֆալտին։ մեծ մարդ էր էլի Դժվար։ Ես խոստացել եմ ուսանողներիս, որ պետք է տամ այս հարցը ձեզ։ Այո։ Ինչպես է տպավորությունները, երբ դրսում մարդիկ կարճաթևով էին, բայց դուք սարքում եք ինստալացիա տոնածառի տեսքով։ Ես գիտեմ բոլոր հանգամանքներ, որ նախապես պետք է տրամադրեն այդ օրը, բայց այդուհանդերձ կային մտավախություններ, որ դրսում դեր էսպես տոկ, անուշ աշունես, դուք տոնածառ եք սարքակ։ Այո, պրեմիերայի մասին է խոսքը։ Անկեղծ ասած գիտեք ինչա, դե մենք ավելի շատ տրամադրություն ենք սարքում այդ օրվա մեր համար, որ ասած մեր պրեմիերայի տրամադրությունը մեր ֆիլմի ստիլիստիկայի մեջ լինի։ Ես այդքան շատ չեմ այդպես մտածել, թե ով ինչ կմտածի, թե ինչ կլինի, բայց քանի որ մենք նախնական ենք հոկտեմբերի 9-ը վերցրել որպես այդ ժամանակ մեր կինոն պետքա դուրս գա, բայց այդ ժամանակ չենք էլ որոշել ինչ կինո ենք նկարելու, սկսենք այդտեղից։ Օրն ենք ուղղակի ամրագրել։ Օրը ամրագրված էր։ Հիմա ասեմ ձեզ, ես 2027 թվականին կինո ունեմ դուրս գալու, բայց որ կինոն է կարևորը որոշել եք։ 42 թիվն էլ է նշած։ Եթե ձեզ թվում է։ Երթվում կա հենց օֆիցիալ բանը։ Քանի դեռ կա այս հանրապետությունը գորս զբաղեցրել է բոլոր պրեմիերայի օրերը։ Առաջին հայացքից հաճախ են նմանեցնում տանը միայնակ ֆիլմին, բայց գիտեմ ընդամենը այսպես տղայի դերասանի արկայությունն է հիշեցնում ֆիլմին։ Կցանկանայի զուգահեռներ ու նաև ինչով է տարբեր։ Ես այսպես ասեմ, գրելիս ընդհանրապես գաղափարը ամանորյա ընտանեկան ֆիլմ ունենալ հայկական մեր կինոդարանում եւ նաեւ երկրորդ կարևոր հետաքրքիր ոգեշնչումը դա եղել է ինչպիսի ամանորյա ֆիլմեր են ընդհանրապես համաշխարհային ման մեջ աշխատել եւ հետաքրքիր բան տեղի ունեցավ, որ տանը միայնակը մեզ ոգեշնչեց, բայց եկեք մի բան հասկանանք, որ տանը միայնակը երբ որ օրինակ համեմատական ենք անցկացնում, դուք նայել եք Թերեզան նայել է ֆիլմը եւ այո, ես խոստացել ինչ ասեմ, այո, որ չկա ոչ մի նմանություն։ Կփաստի, որ տեսարանային ոչ մի նմանություն չկա, այսինքն գաղափարային նմանություն ունենք, ի վերջո հայ հանդիսատեսի համար հայֆիկացված է ամեն ինչ։ Հայֆիկացված է լրիվ սցենարը հնարավորինս օրիգինալ զարգացումներով ուրիշ կողմեր գնացող եւ երբ որ մարդիկ համատական են հասկացնում, հետո գնում նայում են, ասում են, վայ, այս տանը միայնակը չէր, բայց սպասում են, այսինքն սպասումները ուրիշ են։ Ամեն դեպքում երկու սիրված ֆիլմեր են, կարևորը սիրված ֆիլմի հետ են ասոցացնում։ Ամեն դեպքում եկեք մի բան հասկանանք, տանը միայնակը մեր մանկության ֆիլմն էր։ Ահա, դուք ստեղծել եք իմ տղեն հետաքրքրությամբ չի նայում տանը միայնակը։ Այ խոսեցիք ձեր տղայից, որքանով եք դուք կերտել ձեզ։ Ինքը այս ֆիլմը հետաքրքրությամբ է նայում։ Միանշան։ Ֆիլմում ինչքանով եք ձեզ Այստեղ պապան խաղում է, այն չի նմանություն ձեզ հետ։ Դինամիկայի տարբերություն։ Ինչ գծերով։ Ասում եմ դուք կերպարները ձեր, որ խաղացել եք, ինչքան են նման ձեզ։ Ձեզ։ Ինձ Կա նմանություն։ Համով է։ Ասա ոնց է կաստինգը։ Մեզ երեխաներ են դիտում։ Ասա կաստինգը ոնց է եղել։ Կաստինգը սենց էր, որ մի այդպես սովորական ինստագրամյան մի հատ post ունեի, ուղարկել է նկարը, բանը, վիդեոն։ Իրա post-ը իրան է ուղարկել։ Հայ, լի մի հատ քո դեմքին նայ, այդ ժպիտը տեսնում ես քո, այս բարի ես խոսացող ես ձյաձին եմ ուզում։ Տարվա հայր։ Ամեն օր հետևել եք որ Ես իմ տնային աշխատանքները ունեմ անելու, այսպես ուշադրությունով նայում եմ լիքը բաներ, որտեղ ինչ որ կարող մի բան տեսնեմ իրանց մեջ, որը առօրյա կյանքում չեմ տեսնում ու ասենք թե այդ ուշադրությունը իրան բացատրեմ, թե ես ոնց ինքը ճիշտ ինձ հասկանա, որովհետև մեկ-մեկ դժվար է լինում բացատրել, իսկ որ դու վիզուալ տեսնում ես ինչ ես դու արել, ավելի հեշտ է լինում այդ ընկալելը։ Քիչ չէին դերասանները, ձեզ համար հեշտ էր տարբեր բնավորություններ, տարբեր մարդիկ բոլորին համախմբելը։ Տարիների ընթացքում, քանի որ շատ ֆիլմեր եմ նկարել ու շատ մարդկանց հետ եմ աշխատել, վերջերս փորձում եմ ընտրել այն մարդկանց, որոնց հետ հաճույքով կաշխատեմ ու տաղավարում հաճելի կլինի։ Դրա համար ասենց ուզում եմ փորձում ընտանեկան մթնոլորտ ստեղծեմ իմ տաղավարում, որ ինքը ասենց
խոսալով, խնդալով, հավեսով, հասիրով կինո նկարենք իրար։ Այդական Ռայնանում ապտակում է դերասաններին։ Բայց տաղավարում ինչքան էլ որ այդ ամեն ինչը շատ հաճելի ու հավես ասում, ես շատ խիստ եմ ու շատ պահանջող ու շատ լուրջ երևի։ Կարիքյան վկայակոչ չեք։ Թեման դուք եք ներկայացրել, բայց գիտեմ բավականին դուրս կաստինգ եք անցել, որ դուք եք մարմնավոր եք։ Կխնդրեմ այդ մասին մի փոքր։ Օրինակ ես շատ անհանգիստ տենց կաստինգ եմ անցել, որ կարող չանցնեի։ Գարիկը շատ հասկացել էր, էլի։ Օրինակ ես միանշանակ անցել էի, բայց Գարիկը ես տենց հասկացել եմ, ինչեւ փորձեցինք։ Դեռ չեք հավատում, որ Ալենկոյի հետ համագործակցություն առաջին անգամ չէ այդ ժամանակ, այո։ Ես ձեզ վստահ եմ առաջին անգամ եք աշխատել։ Առաջին անգամ եմ աշխատել, հա դե պրոֆեսիոնալ դերասանուհի եմ Ալենկոն։ ջերմ շատ լավ տեսակ։ շատերն են Միմյանց հետ առաջին անգամ աշխատում այո։ Սա նույնպես հետաքրքիր էքսպերիմենտ էր, հանդիպել որ մարդիկ հանդիպում կազմակերպել դերասանների միջև, ովքեր իրար կադրում չեն հանդիպել երբևիցե եւ դա նույնպես որպես էքսպերիմենտ հետաքրքիր ստացվեց եւ նաեւ հետաքրքիր էր որ յուրաքանչյուր դերասան հնարավորինս ներկայացավ այլ պրիզմայով, այսինքն ավելի հետաքրքիր լուծումն էր, որ ես փորձում էի դերասաններին հարմարացնել կերպարին, այլ ոչ թե կերպարը հարմարացնել դերասաններին։ Դա էքսպերիմենտալ է իրականում։ Ու շատ հետաքրքիր ստացվեց, որ մենք տեսանք օրինակ ուրիշ Ձիանա Մալենկո, ուրիշ Նինա Խոջամիրյան, ուրիշ Արման Նավասարդյան։ Ներսոն տարվա հոր եղբայրն է փոխել իրենց տեսել եք այդ ձևի կերպարում իրան։ Ինձ այդքանով արդեն հետաքրքիր է։ Ներսեսը կոմեդիայում առաջին անգամ։ Այո, Ներսեսը կոմեդիայում առաջին անգամ էր, Իննա Խոջամիրյանը գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ էր նկարահանվում, Ռոզին Մորդերում առաջին անգամ չէր եւ վստահում եմ, որ ոչ վերջին, Խաչիկյան առաջին անգամ էր Ալկամի շատ հետաքրքիր եւ յուրահատուկ դեր է կատարել, որովհետեւ Ռոզի հետ երկար sense կասկածում ենք սկզբից նկարանման սկզբից Ռոզի որտեղ Սևազգես կանանցից հետո չէ որ երեխա չունի բայց պետք է մայր խաղա մտածում ենք կարողա դες բան դորացից չէ հետո իր հետ միասին եւս դերասանուհիներ են եղել ովքեր որ քաստինգին մասնակից են եղել եկել են քաստինգի եւ այլն բայց Կաստինգը շատ բարդ բան է պետք է որովհետեւ ինքը երբ որ ընտրում ես դերասանի ինքը ոնց որ կինոյի քո 70% աշխատանքը անում ես որպես ռեժիսոր, որովհետև երբ որ դերասանը հասկանում է կերպարը, դա շատ մեծ աշխատանք ես արդեն տաղավարից դուրս հանում, որովհետև դրա վրա ժամանակ չես տրամադրում բեմադրության ժամանակ, թե բացատրես կերպարը, թե ոնց է մտածում, անում, խոսում, այսինքն ինձ շատ քիչ աշխատանք է մնում տաղավարում, ավելի շատ ֆիլմը նկարելու process-ն է դառնում։ Ու այդ կաստինգի ժամանակ ես կողմ եմ, այո, կողմ եմ, որ Հայաստանում այդ ընդունված չէ, էլի, որ ասում են, լավ, դե այս դերեք խաղա Գարիկը, այս դերեք խաղա այս մարդը։ Միանգամից արդեն որոշած է։ Հետո որ պրոֆեսիոնալ դերասանին ասում ես արի քաստինգի, ինքը մի տեսակ sense նեղմա ոնց ես կամ քաստինգի քիչ առաջ, այո։ Ցավոք սրտի այդ ինստիտուտը չի զարգացել դեռ։ Բայց դա պետք է, որպեսզի ոնց որ գոռ հաջորդ փուլերը հեշտ լինեն արդեն։ Մնացած փուլերը շատ հեշտ լինի։ Բացի դրանից ես կաստինգն էլ եմ փուլերով անում, այսինքն մենք ես Ռոզին հավատում էի, որ ինքը այդ կերպարը քանի որ իր այդ արդեն աշխատել է, ընկերություն է արել, արդեն էներգիան զգում էի, թե ինչ ձևի դերասանուհի է ինքը ու սկզբից ինքը չէր կարող հələ հարմարվեր, բայց մի քանի պրոբայից հետո ինքը գտավ այն ինչ որ ես ուզում էի, բայց հետո երկրորդ փուլն այն էր, որ ինքն ու Գրիգորը նույն տեսարանը որ խաղում են, արդյոք իրանք համապատասխան էներգիաներով ճիշտ են, իրանք սազում են իրար, թե չէ, ես այդ տեսակի պրոբաներ, այսինքն Կարիկի ու Ձիանայի տեսարանը մենք մի քանի անգամ տարբեր ձևերով պրոբաներ ենք արել ու տեղ եմ ես հասկացել, որ ինչքան լավն են իրանք երկուսով, որովհետև անկեղծ ասած ֆիլմում Գարիկ ու Ձիանայի տեսարանը, որ մի հատ հատուկ տեսարան ունեն իրար հետ, դա ամենասիրած տեսարանն է։ Հենց դա ուզում հետաքրքիր էր ինձ, որն է ձեզ համար ամենասիրելի տեսարանը եւ ինձ նաեւ հետաքրքիր է գաղտնիության գործոնը, քանի որ ես ոլորտից եմ, ես գիտեի ինչ տքնաջան աշխատանքներ են եւ որ հանրապետության հանրային դեմքերի զգալի մասը նկարահանվում է ֆիլմում, երբ որ ինձ հարցնում են ովքեր են նկարում, ասեմ գրեթե բոլորը, ում անունը գիտես նկարահանվել է այս ֆիլմում, անգամ այսպես Հրանտ Թոխացյանը կարճ կադրով
Գարիկ Պապոյան, Տոմա Պոչ, այո, գրեթե բոլորը կան։ Ինձ հետաքրքիր է գաղտնիության գործոնը ինչպես է կարողացել պահել, որ չլինեն սթորիներ, չլինեն հրապարակումներ, ոչ մեկ չտեսնի Խաչիկյանանի ալ-կարմիր մազերը։ Ուրեմն կացինով տաղավարում կացինով մարդ էր պատտվում եւ ով որ սթորի էր անում ձեռը կդրում։ Ծանոթ է այս իրավիճակը։ Աշխարհագրությունը բավականին լայն է ցուցադրման, գիտեմ արտերկրից բավականին մեծ քաղաքներում արդեն սպասում են ու շարունակվում է կարծեք, թե ձեր սթորիներին հետևում շարունակվում է։ Մենք ցուցադրություն ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոյեմբերի 1-ից արդեն ցուցադրությունները սկսվում են, մեկ ցուցադրություն չի լինելու կարծում եմ։ Եվրոպայի մի շարք քաղաքներում, այս պայն Գերմանիա, Չեխիա, Ֆրանսիա, ինչպես նաև Իսպանիա, տարբեր քաղաքներում բազմաթիվ քաղաքներ կան։ Բայց ամենակարևորը Գյումրի եք գնացել։ Եվ շատ կարևորում եմ նաև մեր մարզային քաղաքները, մեր մասկենտրոններում եղանք, Գյումրիում եղանք, Վանաձորում եղանք, վաղ գնում ենք Հրազդան։ Նոյեմբերի 16-ին Կանադա։ Նոյեմբերի 16-ին։ Շատ կտրուկ էր Հրազդանից Կանադա անցումը։ Մոտ է։ Ասած այն է, որ մենք փորձում ենք այնպես անել, որ մեր հանդիսատեսները հնարավորինս շատ հանդիսատեսներ տեսնեն այս ֆիլմը, աշխարհագրությունը դրա համար ենք անում։ Եվ մեր բոլոր մարզերում ցուցադրվելու է բազմաթիվ քաղաքներում եւ գյուղերում։ Կարծում եմ սիրով կցանկանան դիտել եւ Հայաստանի մեր հայրենակիցները եւ արտերկրում դրսում բնակվողները։ Հաջող ընթացք եւս մեկ անգամ շնորհակալություն, որ եկաք մեզ տաղավար եւ մենք վստահ ենք, որ հաջողություն է ունենալու, բարին միշտ հաղթում է։ Կսպասենք 42 թվի նկարահանումներին։ Շնորհակալություն ձեզ նույնպես, մենք մաղթում ենք բոլորին այսօր ամսի 15-ն է։ Այո, ամսի 15-ն է։ Ամիսը 15-ն է։ Ուրախ ամսի 15, ուրախ վիկենդներ, այս վիկենդներին կարող են մեր հանդիսատեսները գնալ դիտել եւ ուրախ արձակուրդներին նույնպես կարող են վայելել այս ֆիլմը։ Ձեզ նույնպես լավ օր։ Շնորհակալ ենք, որ եղաք մեզ հետ։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում եւ դիտենք տեսանյութը։ Ցտեսություն։